Մեր սերնդի մեջ մեկնով թափով հնչում է մի խորին հորդոր, տեր լինել մեր երկրին, մեր հայրենիքին, տեր լինել մեր սուրբ նահատակած նպատակին, վեհ նպատակին, և հիշել, որ նրանց հրացանները դեռ զրնգում են հայոց լեռներում, ելնեք այն հային, ով կլսի նրանց համազարկը ու իր համազարկն էլ կավելացնի նրանց։ Այո! Ահա այնպիսի մի համազարկ ավելացրել է մեր ժամանակների լավագույն գրողներից Վարուժան Խասուրը, որ մեզ հետ միասին այսօր դահլիճում է և պատիվ ունեն ներկայացնելու մի չքնաղ ստեղծագործություն։ Հողի խորհուրդն ուներ իր մեջ ու գյուղացում մորմոքը ծոր, հողը տրտում ու ջարդված ասեղնագործ խաչքարերի, թույլի համար դարձել էր այն հեքիաթային ոսկե խմձոր, արդարության մեծ պաշտպան էր, հրացանը Արաբոյի ու լեռներում թողիչ Սասնա առնացել էր իբրև մի բերդ, որոտի մեջ հին կսկիցն էր Արարատի ալեխրիվ, որոտի մեջ ծավալվում էր ազատության հզոր մի երդ, որ հնչում է սրբազնագույն ավարայրի ահեղ ձայնին, սակայն մի օր լեռների մեջ պատեց խավար անասելի և հայդուկը անհավասար կռվում անկավ հերոսաբար, վիշտը մեծ էր, բայց չլռեց հրացանը Արաբոյի, այլև դարձավ ֆեդայական բազմաձայնի մի խմբավար, ապա հետո ծովն այդ ձայնի ուրիշ գետեր առավին մեջ, ողջակիզվեց ու ծավալվեց շեփորելով Սարդարապատ, ամենուրեք նորեն հառնեց մեր հաղթական ոգին անշեջ, ում ներքեց Մուսալերը, ցուցունելով ոգին անպարտ, և քանի դեռ հայ հնչյուններ չեն համբուրել Սուրբ Եփրատին, բազմաբեղուն հորովելներ վանալիճը խեն չի շոյել ու չի իջնի արդարություն հազարացեց հայոց դատին, կորոտա հերոսաբար հրացանը Արաբոյի